Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։ Մազերի մակերեսային խնամք կարող են անել բոլորը, բայց իրական վերականգնումը միջև մոլեկուլային մակարդակը ոչ բոլորը։ Պահպանեք ձեր մազերի ուժը եւ տեսքը ճիշտ խնամքով։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, մի մեդալի պատմությունն է ABC հեռուստաընկերության եթերում, այսօր մենք պիտի խոսենք մի շատ հետաքրքիր մասնագիտության հետ։ Իհարկե վարսահարդարը հետաքրքիր մասնագիտություն չէ, բազմից անդրադարձել ենք, ես ներկայացրել եմ մարդկանց, ովքեր չեմպիոններ են դարձել վարսահարդարման միջազգային մրցույթներում, մրցանակներ են ստացել, բայց այս մեկը տարբերվող է մյուսներից, էլի գործ ունենք մազերի հետ, բայց ավելի շատ վնասված մազերի հետ։ Այո, մի զարմացեք, մարդկանց մազերը երբ որ վնասում են, շատ հաճախ ասում ենք, սա ժառանգական է, չգիտեմ, վարսավիրը ներկելուց վառես, փչացրես մազերը, մի խոսքով։ Հիմա մենք տաղավարում Սյուզաննա Հարությունյանի հետ միասին պիտի հասկանանք, պիտի զրուցենք, պիտի մտածենք ինչպես անենք, որ մազերը չվնասվեն կամ եթե վնասում են, ինչպես կարող են շատ արագ վերականգնվել, որ խայտարակ չլինեն, այսպես ասեմ։ Սյուզաննա ջան, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր բավականին հետաքրքիր մենք զրույց ենք ունենալու, թեման ինքնին հետաքրքիր, որովհետև բոլորի հետ էլ կարող է պատահել, չուզենալով կարող ես մազերդ վնասել, չէ՞։ Իհարկե։ Կամ մեկ ուրիշ է վնասում, կամ էլ դու չիմանալով ինչ-որ մի նյութ ավելի շատ ես խառնում, մեկ էլ ու հայտնվում ես ցայտնոտի մեջ, չգիտես ինչ անես։ Զանգարում եք Սյուզաննային եւ ձեր հարցերի պատասխանը շատ կարճ եւ շատ արագ լուծում է ստանում։ Վնասված մազերի մասնագետ, ինչ է նշանակում, հատեք մասնագետ, դա համապատասխան կրթություն պիտի մարդ ստանա, թե ինչ-որ ճանապարհ պիտի անցնի, սովորի։ Այո, իհարկե, վնասված մազերի մասնագետը նա է, ով կարողանում է վառված կամ վնասված կամ չոր մազերը վերականգնի, այսինքն հետ բերի մազի որակը, ինչը շատ կարևոր է։ Իհարկե, դրա համար պետք է սովորել, նախ իմ օրինակով բերեմ, օրինակ ես 2005 թվականին սովորել եմ միայն վարսահարդար, եղել եմ վարսահարդար, բայց տեղափոխվելով Ռուսաստան հասկացել եմ, որ շատ կարևոր է, որպեսզի դու իմանաս էլ ավելի շատ, էլ ավելի բաներ, որոնք կարող են վերականգնել մազերը։ Դուք սովորել եք վարսահարդար, աշխատել եք Վանաձորում, որտեղ ծնվել եք։ Այո։ Հպարտորեն ասում եմ, ես վանաձորց եմ, անպայման այդ մասին կնշեմ, որ ես վանաձորց եմ։ Հետո տեղափոխվել եք Մոսկվա ու մասնագիտությունը ել ավելի այդպես խորացնելու, նորը սովորելու նպատակով որտեղ սովոր, ով եղավ ձեր ուսուցիչը, ով սովորեցրեց այդ գաղտնիքը։ Ոյ, ուսուցիչներս շատ են, մեկի մոտ չեմ սովորել, որովհետև ես անընդհատ Մոսկվայում ինչ լինել, առաջինը պիտի ես ընդե ներկա լինեի, որովհետև միշտ շատ հետաքրքրված եմ եղել նոր բաներով, ընդհանրապես իմ տեսակը այնպիսին է, որ բնակավարում էլ լինեմ, պիտի լինեմ լավագույններից մեկը։ Դրա համար շատ տարիներ շարունակ սովորել եմ, միշտ եղել եմ ակադեմիաներում, տարբեր դպրոցներում եւ այսօր հասել եմ։ Եվ հենց Մոսկվայում ստացաք ձեր առաջին մրցանակը որպես վնասված մազերի մասնագետ այդպես։ Այո, Մոսկվայում եմ ստացել, որովհետև Վանաձորում շատ քիչ եմ աշխատել, երեխաներս այն ժամանակ փոքր էին, տեղափոխվելով Ռուսաստան արդեն սկսեցի խորանալ իմ մասնագիտության մեջ։ Դա միջազգային մրցույթ էր,
կազմակերպվում է Ռուսաստանում, որոնք տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից մասնակիցներ կային։ Առաջին անգամ մասնակցեցի, շահեցի, գրավեցի տեղ։ Հաջորդ անգամ արդեն եղել եմ սուդյա, հետո էքսպերտ եւ այդպես շարունակ։ Ստացել եք գավաթ, չէ՞։ Այո, Այ որ շատ գավաթներ գավաթը ստացակ, առաջին մրցանակը ստացակ, ձեզ շնորհեցին, ինչ որ մտածեցիք, որ սա վերջն էր, այն ինչ որ ես ուզում եի դրան հասա։ Չէ, չեմ մտածել, որովհետև միշտ փորձում եմ գնալ առաջ, էլի միշտ ավելին եմ ուզում։ Ասենք այդ մեկը որ ստացա, այո, դա շատ ուրախություն էր, որովհետև վերջապես ես հասա իմ ուզածին, բայց կանք չառա։ Այդ եղավ շարունակական եւ մեկը չունեմ, շատ ունեմ, շատ մրցանակներ ունեմ։ Սյուզաննա ջան, ինչու ընտրեցիր հենց վնասված մազերի վերականգնելու այդ, որովհետև դա երևի Վարսա Հարդարի համար կրկնակի, չէ՞, այդպես ինչ որ հոգս է նորից մտածելով որ ավելի քիչ հաճախորդ կունենան, այցելուներ կունենան, թե իրականում այդպես չէ, ավելի շատ վնասված մազերի մասնա այդպես հաճախորդներն են շատ լինում։ Դե հա, ճիշտն ասած, էդի կարծես առանձին մասնագիտությունը արդեն վարսավիրության հետ կարող է նաև ընդհանրապես կապ չունենալ, որտեղ կան աղջիկներ, ովքեր հենց հիմնականում վնասված մազերի հետ են աշխատում, չեն կտրում, չեն ներկում, ուրիշ ոչ մի պրոցեդուրա չեն անում, բայց իմը ստացվեց նենց, որ վարսահարդար լինելու հետ մեկտեղ անում եմ նաև վերականգնողական խնամքներ, ինչպես նաև ոչ միայն մազերի, այլ նաև գլխամաշկի հետ կապված։ Այսինքն գլխամաշկը կապ ունի մազերի վնասվելու հետ, հա։ Թե տարբեր բաներ կան վնասվելու։ Տարբեր բաներ կան, որովհետև եթե ուզում եք ունենալ առողջ մազեր, պիտի ունենաք առողջ գլխամաշկ։ Դա էլ մեծ կապ ունի։ Հատուկ սնուցումը հարկավոր, հա, երևի դրա համար։ Ոչ թե սնուցում, այլ մաքրում։ Գլխամաշկը պետք է մաքրել փիլինգի օգնությամբ, դա առաջին հերթին հիգիենա է, ինչը շատ կարևոր է եւ այսօր շատ պահանջված է։ Իսկ փիլինգից հետո արդեն լինում են նաև այնպես, որ մազերը վնասված են ոչ թե գլխամաշկից, այլ ներկումից, ֆենումից, չորանում են, ջրազրկվում են եւ դրա համար կա արդեն ուրիշ մոտեցում։ Մեկ-մեկ ներողություն, մեկ-մեկ մարդիկ ասում են, որ մազերի մեջ թեփ ունեն։ Այդ թեփը վնասում է մազերը։ Այսինքն դուք օգնում եք մաքրել, դա նկատի ունեք գլխամաշկը մաքրել նաև դրան։ Այո, իհարկե, ոչ միայն թեփ, լինում են յուղոտ, թեփոտ, շատ տարբեր, ասեմ, խնդիրներ են լինում գլխամաշկի հետ կապված, ինչը այստեղ շատ տարածված է, գրեթե 80% ունի այդ խնդիրը։ Ճիշտն ասած, չեմ հասկանում ինչի հետ է կապված, երևի ջրի, այո, ջրի, ինչու որտեղ այստեղի ջրի մեջ շատ կալցիում եւ մագնեզիում կա, ինչը հատկություն ունի կուտակվելու, եւ դա կուտակվում է եւ գլխամաշկի վրա, եւ մազերի մեջ, ինչը նաեւ թույլ չի տալիս, որպեսզի մազը եւ գլխամաշկը իրենց ֆունկցիան նորմալ կատարեն, եւ այդտեղից էլ խախտվում է։ Փիլինգը շատ կարևոր է, որպեսզի այդ ամեն ինչը մաքրենք, հանենք, մազերը կարողանան, ինչպես նաև գլխամաշկը կարողանան սնուցվեն եւ լինեն առողջ։ Եղել են դեպքեր, երբ ճարահատյալ արդեն վերջի պահին են եկել ու այդպես ասենք սխալ խառնուրդ ներկերի տարբեր այդպես լուծույթների խառնուրդ են արել, որից հետո վնասել են գունազրկելուց հետո մազը ու այդպես խայտարակ վիճակով հայտնվել են ձեզ մոտ ու ասել են փրկիր դու մեր աստվածն ես։ Աստվածը չէ, բայց բժիշկը հա ասել է, որպես բժիշկ ենք եկել ձեզ մոտ, իհարկե այստեղ չի եղել, բայց Ռուսաստան շատ է եղել, որտեղ այնտեղ ավելի շատ ունեմ, ավելի երկար եմ աշխատել, քան այստեղ։ Եղել է իհարկե մի կնոջ մազերը լավ վառել էին, կարելի այսպես ասել, ինքը արդեն պարիկը ձեռքին պատրաստ եկել էր եւ ասում էր սափրի գլուխս, ես պատրաստ եմ պարիկով կմնամ, միջև որ իմ մազերը նորից կաճեն լավ որակի։ Հանգստացրեցինք, համոզեցինք, որ պետք չի սափրելը, պետք է ուղղակի ճիշտ մոտեցում, խնամել ձեր մազերը, վերականգնել։ Այդպես էլ արեցինք, ինքը իհարկե կուրս եկավ, մի քանի անգամ եկավ, համբերատար, սպասեց եւ մենք ստացանք շատ լավ արդյունք։ Ինչքան ժամանակ է պահանջվում վնասված մազերը վերականգնել։ Այդ կապված է մազի վնասվածության աստիճանից։ Եթե շատ վնասված են, պիտի մի 2-3 անգամ արվի, եթե չէ, մեկ անգամը բավական է։ Ես նշեցի 3 տարբերակ, որ կարող են վնասել մազերը։ Նախ առաջինը մարդ դժգոհում է, ասում է ծնված օրվանից մազերը շատ վատն են։ Դա ժառանգական է, չէ՞ լինում, երբ մարդու մազերը վատն է,
դա վերականգնել հնարավոր չի լինում։ Վատ ասելով պիտի հասկանանք ինչ իմաստ Բարակ, թույլ է սա։ Եթե բարակ են, իհարկե դա արդեն գենետիկորեն է եւ դրա հետ ոչինչ անել չենք կարող, որովհետեւ մարդը դեռ չծնված ունի գլխամաշկի մեջ ձևավորվում է ֆոլիկուլան, այսինքն կարող են լինել մեկ արմատից 2 մազ, 3 մազ, 4 մազ, դա արդեն գենետիկորեն է եւ եթե մազը բարակ է հաստ է, դրա հետ մենք ոչինչ չենք կարող անել, բայց վնասված մազը վերականգնել արդեն կարող ենք։ Իսկ եղել է մարդ, որ գա ձեզ մոտ ասի բժիշկ ջան, այսպես ասեմ, ես իմ մազերը կրակել եմ, բայց հիմա եթե կտրեմ այդ մազերը կկորցնեմ, խնդրում եմ վերականգնեք, հանկարծ այդպես բաներ չլինեն։ Ամեն ինչ է լինում, այո։ Երկրորդ տարբերակը սխալ խնամքի պատճառով է մարդ վնասում իրեն մազերը։ Այո, եւ երրորդը ոչ ճիշտ գունաբացումից։ Այո, երբեմն ոչ ճիշտ գունաբացումն է հենց վնասում մազերը, ճիշտագունաբացումը արդեն վնասում է, ոչ ճիշտը առավել եւս, եւ իհարկե ոչ ճիշտ տնային խնամքն է վնասում, արևը, ջուրը, ինչպես արդեն նշեցինք, այդ ամեն ինչը նշանակություն ունեն եւ վնասվածության տեսակները տարբեր են։ Տարբեր ձևով կարող են վնասել։ Դրա համար կան անհատական մոտեցումներ, ինչի այստեղ կարևոր անհատական, որպեսզի կարողանա տվյալ մասնագետը որոշի ճիշտ պրոցեդուրա, թե ում ինչ է հարկավոր։ Եկաք Միացյալ Նահանգներ եւ այստեղ Լոս Անջելեսում ես անկեղծ ասեմ հեռուստադիտողներին առաջին անգամ երբ որ լսեցի վնասված մազերի մասնագետ կա, ունի իր սալոնը, իր սրահը, այդպես եւ սպասարկում է, մտածի այսքան այս Լոս Անջելեսում ես տեսել եմ միշտ գեղեցկության սրահներ, բյութի սալոններ, բայց երբևիցե չեմ հանդիպել, որ կարող են մարդիկ վերականգնել վնասված մազերը։ Դուք առաջինն եք, ինչպես ասում են, առաջին ծիծեռնակը հայտնվեցիք այստեղ Լոս Անջելեսում։ Իրականում այստեղ շատ են մարդիկ դիմողները վնասված մազեր ունեցողներ, որտեվ Լոս Անջելեսում կանայք շատ են հետևում իրենց հմայքին, մազերին, մակիաժին, այսպես մեյքափը պարտադիր պիտի լինի, մազերը տեսքը լինի, հարդարված պիտի լինի, ու շատ հաճախ հենց այդ հարդարով ֆենով պահում են ու մազերը վառում են, չէ՞, մեկ-մեկը տենց։ Հա։ Կա նման բան։ Այս բիզնեսը ճիշտ աշխատելու արդյունքում հնարավոր է, որ շատ մարդկանց մենք կարողանանք օգտակար լինել։ Իհարկե, արդեն օգտակար են, որովհետև շատ հաճախորդներ ունեն, որոնք իսկապես դրա կարիք ունեն եւ նույնիսկ չգիտեին ում դիմել, ուր գնան եւ ինձ գտնելուց հետո շատ ուրախ երջանիկ ապրում են արդեն, որովհետեւ իսկապես իրենց մազի որակը վերականգնել ենք, եկել է տեղը։ Եվ մի բան էլ հարցրեցիք, կարծեմ։ Նահանգներում որ առաջինն եք դուք որպես Այո։ Առաջինն եմ ինչու, որովհետև կան շատ խնամքներ, որոնք արվում են մասնագետների կողմից, բայց դա ուղղակի մակերեսորեն է, իսկ հենց դեպի խորը միջև մոլեկուլային մակարդակը դա լրիվ ուրիշ խնամք է։ Այստեղ հանդիպել եք Ռուսաստանի ձեր այցելուներից, ասենք, մարդիկ կան, որ վերջի շրջանում շատ եկան, ու մեկ էլ անպայման եկել են, ձեզ գտել են։ Այո, եկել են չեն մնացի, իհարկե, երբ գալիս են ճանապարհորդության, անպայման պիտի ինձ այցելեն, իրենց մազերը վերականգնեն, նոր հեռանան։ Տղամարդիկ եղել են այցելու ձեզ երկար մազերով տղաները, որտեղ կարճ մազերի խնամքը ինձ թվում է վնասվել հնարավոր չի, բայց շատ կան մազերը, որ երկար են պահում, պոչիկ են անում, չգիտեմ, երբևիցե տղամարդկանց սպասարկել եք մազերի վնասված այդպես։ Տղամարդկանց չեմ սպասարկում, մեկ պատահում է, բայց դա արդեն կախված գլխամաշկի հետ։ Երկար մազերի հետ չեմ աշխատում։ Էլի տղամարդկանց բախտը չբեր։ Լավ, ուրիշ ես մտածում եմ ուրիշ նախատեսված այսպես հարցերից, հա, Լոս Անջելեսում նոր եք, բայց Ռուսաստանում երկար տարիներ աշխատելու ընթացքում երբևիցե ձեզ այցելել են մարդիկ ճանաչված, որ հայտնվել եմ փակողում ու փրկության ձեռքը մեկնել են դեպի Սյուզաննա Հարությունյանը։ Այո, եղել են։ Անուններ չեմ նշի, որովհետև շատ են եղել, չեմ հիշի, բայց այստեղ էլ կան, անես չի որ չկան, այստեղ էլ կան, գալիս են, եւ ի դեպ ասեմ, որ այն նյութերը, որով որ ես աշխատում եմ այստեղ,
չի եղել այստեղ, դրա համար երևի այս պրոցեդուրաներն էլ չեն կարողացել կատարել մասնագետները, որովհետև դա աշխարհում միակ նյութն է, որ կարողանում է շատ խորը ներթափանցել մազի ներս եւ վերականգնել։ Պատրաստում եք վերականգնման այդ բույսերի միջոցով, դեղերի միջոցով, չգիտեմ, ինչ որ խառնում եք իրար, դուք անձամբ ինքներդ եք պատրաստում։ Ես անձամբ պատրաստում եմ միքսեր, բայց արդեն պատրաստի նյութերից, որոնք ես ստանում եմ Բրազիլիայից։ Դա արդեն իմ երկար տարիների աշխատանքային փորձից ելներով ես կարողանում եմ միքսեր պատրաստել եւ որը ձեր հեղինակային իրավունքն է։ Այո։ Բայց նյութերը պատրաստի դա արդեն գալիս է Բրազիլիայից, որ կարող ես հենց այդ պատրաստի նյութերով էլ լրիվ քո պրոցեդուրայի գործողությունը կատարել։ Հիմա հեռուստադիտողները նայում են էկրանին ու տեսնում են այնտեղ գրված է հեռախոսահամար։ Այդ հեռախոսահամարը շատ արագ գրանցել են, որ հիմա հենց վերջան անմիջապես պիտի զանգեն Սյուզաննային եւ հետաքրքրվեն ձեր բիզնեսի հեռախոսի համարն է, որ կարող է ձեր հետ կապ հաստատել։ Որտեղ է գտնվում ձեր սրահը։ Գտնվում է Գլենդելում, բրանդի վրա, Salon Republic։ Հիմա դիտենք գովազդը եւ շարունակենք։ Այսօր սպառը խնամքները շատ անհրաժեշտ են, քանի որ մազերը ներկելուց, գունավորելուց եւ ոչ ճիշտ խնամքից դառնում են չոր, կոտրվող եւ թույլ։ Այս խնամքները բոլորի համար նույնը չեն։ Ես ունեմ տարբեր տեսակի, նախատեսված տարբեր կառուցվածքի եւ որակի մազերի համար։ Ամենակարևորը՝ նախ գնահատում եմ մազի վնասվածության աստիճանը, ընտրում ճիշտ բանաձևը եւ տալիս մազին այն, ինչ իրեն պակասում է։ Արդյունքում ունենում ենք փայլուն, առողջ եւ ուժեղ մազեր, առնվազն 3 ամիս։ Մազը, կոնկրետ մազի վերականգնումը, դա կախված է թե ինչ վնասվածության աստիճանի է, կարող է 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ։ Երկար տևում է դա գլխամաշկի խնամքը, որովհետև եթե կա գլխամաշկի խնդիր, սիբարեա, էկզեմա, մազաթափություն, նամանավանդ, մազաթափությունը դա իհարկե մի քիչ առանձին թեմա է, որովհետև մազաթափության խնդիրները շատ տարբեր են լինում, նախ պետք է հասկանալ ինչից է առաջացել մազաթափությունը, արդյոք փիլիկը կօգնի, չի օգնի, գլխամաշկի հետ կապված մի քիչ շատ երկար է, իսկ մազերինը ոչ, մազերինը միանգամից ազդում է, ազդեցությունը կարող է այդ պահին չտեսնեն, ինչու որովհետև սա ուղղացում չի, կերատինային ուղղացում չի, որ միանգամից վաու էֆեկտ տա, բայց ինքը ներսից ամրացնում է եւ տալիս է փափկություն ու փայլ, ինչը ինձ թվում է շատ ավելի կարեւոր է, քան թե ուղիղ մազեր։ Իսկ դուք մազաթափություն փորձում եք վերականգնել մազը, կանգնեցնել այդ մազաթափությունը հատուկ ինչ-որ քսուկների լուծում։ Այո, փորձում եմ, իհարկե, եթե դա կապված չի առողջական խնդիրների հետ։ Եթե ասենք սթրես է, մարդը ինչ-որ նյարդային է եւ դրանից առաջանում է մազաթափություն, դա հնարավոր է, բայց եթե կապված է առողջական խնդիրների հետ, ասենք վահանաձև գեղձի կամ ինչ-որ այլ, դա մի քիչ դժվար է։ Ձեր ամենատարեց այցելուն քանի տարեկան է եղել, որ եկել է ձեզ մոտ, ասել է, աղջիկ ջան, մեզ մազերս տես որակից ընկել է։ Տարեց այցելուն այստեղ չէ, Ռուսաստան, որովհետև այնտեղ տատիկները շատ սիրում են իրենց խնամելը, այստեղ եղել է մի 70 տարեկան։ Տարիքը այստեղ կապ չունի, եթե ինչից էր վնասվել տատիկի մազերը։ Չէր վնասվել, ուղղակի չոր էր, ինքը ուզում էր, որպեսզի խնամված տեսք ունենա։ Սյուզաննա ջան, ես համարում եմ, որ այն մազերը, որոնք որ վնասված են եղել եւ հետո այդպես նորից կյանք եք տվել այդ մազերին ու մարդ իրեն երջանիկ է զգացել։ Նման մարդկանց թիվ ունեք գրանցած, քանիսն են այդ ուրախությունը ապրել։ Ոյ, անթիվ անհամար, շատ, որովհետև արդեն 20 տարի է այս գործի մեջ եմ, բայց 10 տարին է ինչ հենց կոնկրետ զբաղվում եմ վերականգնման պրոցեդուրաներով եւ ասեմ ինչ զբաղվում եմ վերականգնման պրոցեդուրաներով շատ բաներ հանել եմ իմ պրայսից, ասենք extension կամ պրիչոսկաներ չեմ անում։ Հիմնականում հենց կենտրոնացել եմ վերականգնման վրա, փիլինգի, ուղղացման, կտրելու եւ ներկելու։ Նահանգները Լոս Անջելեսը մեծ հնարավորություն տալիս է մարդուն աշխատելու, ստեղծագործելու նորանոր ինչ-որ մտքեր, պրպտումներ անելու Ռուսաստանի հետ եթե համեմատում ես, այստեղ այս շուկան, այս բիզնեսը այստեղ ինչպես է զարգանում։
Գիտեք, եթե համեմատենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, հենց կոնկրետ բյութի սֆերան, որովհետև այստեղ գալով ես նույնիսկ չէի պատկերացնում, որ նման պրոցեդուրաներ չկան այստեղ։ Այստեղ կարող ես ավելի շուտ առաջ գնալ, որովհետև պահանջարկը կա։ Եթե լավ գրագետ մասնագետ ես, շատ ավելի շուտ առաջ կգնաս, քան այնտեղ, որովհետև այնտեղ կոնկուրենցիան ավելի շատ է։ Իսկ Հայաստանում մտադիր չունես նման մի, ասենք, փորձը տեղափոխել Հայաստան, որտեղ Հայաստանում աշխատել ես որպես վարսահարդար, բայց հետո ավելի այդպես փոխվել է մասնագիտությունը, հիմա վնասված մազերի մասնագետ եք դարձել։ Հայաստանում փորձեք ունենալ նմանատիպ մի, ասենք, կենտրոն, որտեղ մարդիկ կարող են, որտեղ ինչու՞ չէ, մերոնք էլ են, չէ՞ ուզում այդ վնասված մազեր վերականգնել, թե Հայաստանում կա։ Տեղյակ եք։ Կլինի, Հայաստանում կլինի, որովհետև վերջերս շատ են գնում Ռուսաստանից, այնտեղ դասընթացներ են անցկացնում եւ հետո Հայաստանն էլ շատ զարգացած է, բյութի սֆերան, այնտեղ հաստատ կլինի, ճիշտ է, երկար ժամանակ անդեր չեմ եղել, բայց համոզված եմ, որ ունենք այնտեղ լավ մասնագետներ, որոնք զբաղվում են հենց այս գործով։ Բայց ես տեղեկացել եմ, որ Սյուզաննա Հարությունյանը նաեւ դասընթացներ ունեցել է Հայաստանում, այո։ Այո, ունեցել եմ եւ Վանաձորում եւ Աբովյան քաղաքներում, դե Ռուսաստանում էլ միշտ եմ ունեցել։ Այստեղ էլ եմ արել 2 անգամ, բայց երևի էլ չեմ անել։ Ինքը լարված աշխատանք է պահանջվում, երբ որ մարդու մազերի հետ աշխատում եք վերականգնողական այդ լարվածություն կա, դրա մեջ թե արդեն դուք անգիր գիտեք ձեր նայում եք վնասված մազերին, գիտեք հետագա ընթացքը ինչ պիտի արվի։ Այո, մասնագետը պիտի հասկանա հենց մազի վերականգնողական այդ ուղղության մասնագետը պիտի արդեն հասկանա մազի լեզուն, երբ տեսնի արդեն ասի թե ինչա պետք այդ մազերին, որ պրոցեդուրանա պետք, որ խնամքնա պետք, ինչ ապակասում իր մազերին, ջուրա, սպիտակուցա, թե լիպիդա, ինչն ապակաս այդ մազերին, ինչը պիտի լրացվի, որպեսզի մազը նորից ունենա լավ որակ։ Սյուզաննա ջան, հիմա նշում եք, որ նայում ենք մազերին անմիջապես ես տեսնում եմ, որ մարդիկ վնասված մազը ինչքան ժամանակ է պետք վերականգնել։ Եվ եղել են դեպքեր, երբ որ ձեզ չեն դիմել, բայց դուք տեսել եք, ասեք, մի միջավայրում եք հայտնվել ու ասել եք, որ գիտեք, ձեր մազերը վերականգնման կարիք ունի։ Ու տենց ունեցել եք նաև մարդիկ, որոնք հետո եկել են, վերականգնել են մազերը ու գոհ շնորհակալ գնացել են։ Դեպքեր եղել են նման։ Այո, իհարկե։ Դուք անձամբ եք դիմել իրենց, ասել եք, այ ձեր մազերը խնամքի կարիք ունեն։ Եղել են, որովհետև երբ տեսնում եմ առաջի հերթին, չգիտեմ ինչի աչքս ընկնում է միշտ մազերին, պիտի կնոջ մազերը միշտ փայլուն լինեն եւ առողջ լինեն։ Իմ մազերի որակի մասին ինչ կասեք։ Անտիր որակ ունի ձեր մազերը։ Ես կփորձեմ պահպանել այդ որակը, շնորհակալ եմ Սյուզաննա ջան, շատ հետաքրքիր զրույցեր, կարծում եմ մեր հեռուստադիտողները, որտեղ այսօր ճիշտ խորհուրդ ստանալու կարիք բոլորը ունեն։ Ճիշտ մասնագետին դիմելու կարիքը ունեն, այնպես որ եթե դուք ունեք փոքր-ինչ այդպեսի վնասված մազեր կամ արդեն սկսում են ձեր մազերը ձեզ անհանգստացնել, որակից ընկնում են խնամքը, դուք չգիտեք ինչպես անել, ուր գնաք, ում դիմեք, հիշեք, որ այստեղ Գլենդելում կա հրաշալի մի մասնագետ, ով ունի իր սեփական սրահը եւ հեռախոսի համարը արդեն գրված էր, դուք ծանոթացաք, տեսաք, հիմա էլ գովազդը կտեղադրենք, փոքրիկ գովազդը կհասկանաք, որ միայն Սյուզաննա Հարությունյանին կարող եք դիմել եւ դուք ձեզ ուրախ ու երջանիկ զգալ։ Շնորհակալություն, որ այսօր իմ հյուրն եք, մի մեդալի պատմության հյուրը այսօր վնասված մազերի մասնագետ վարսահարդար Սյուզաննա Հարությունյանն էր։ Կհանդիպենք։ Մազերի մակերեսային խնամք կարող են անել բոլորը, բայց իրական վերականգնումը միջև մոլեկուլային մակարդակը ոչ բոլորը։ Պահպանեք ձեր մազերի ուժը եւ տեսքը ճիշտ խնամքով։ Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում
Տեղեկացնում ենք։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։